Սիրելիներ, մինչ տեսանյութը դիտելը կխնդրեմ գրեք ինձ, թե որտեղից եք դիտում և քանի տարեկան եք։ Վահանը ֆելահևորեն սիրում էր իր ընկերուհուն, Կարինեին։ Նրանք արդեն մի քանի ամիս է ինչ հանդիպում էին։ Վերջերս խոսակցություն էր ծավալվել հարսանիքի մասին, և Կարինեն փաստորեն դարձել էր նրա հարսնացուն։ Ամեն ինչ կարծես թե լավ էր, կարելի էր սկսել նախապատրաստվել ամուսնությանը, սակայն Վահանին վերջին շրջանում ինչ-որ բան անհանգստացնում էր։ Նա սկսել էր նկատել, որ Կարինեն գաղտնի խոսում էր հեռախոսով և երբեմն անհետանում էր, առանց որևէ բացատրության։ Մի կողմից դա կարելի էր հասկանալ, գուցե աղջիկը հուզվում էր և ժամանակավոր ընդմիջում էր վերցնում, մի քանի օր բացակայելով։ Բայց խնդիրն այն էր, որ նա Վահանին չէր պատմում, թե որտեղ էր անհետացել, և դա փեսացուին ստիպում էր կասկածել, որ իրեն, հնարավոր է, խաբում են։ Միևնույն ժամանակ նա չէր կարողանում բացահայտ խոսել այդ մասին, քանի որ չէր ցանկանում խաթարել հարսանիքը կամ ընդհանրապես փչացնել հարաբերությունները։ Կարինե, որտեղ էիր երեկոյան, չէի կարողանում կապվել քեզ հետ, հարցրեց Վահանը մի օր, փորձելով հնչել հանգիստ։ Օհ, պարզապես ընկերուհիներիս հետ էի, մի փոքր զբոսնում էինք Երևանի կենտրոնում, պատասխանեց Կարինեն ժպտալով, բայց Վահանը նկատեց, որ նրա ձայնում ինչ-որ անորոշություն կար։ Վահանը ծնվել էր Երևանի բարեկեցիկ ընտանիքում, բայց չէր համարվում փչացած երիտասարդ։ Նա գիտեր գումարի արժեքը և չէր ծախսում ավելին, քան անհրաժեշտ էր։ Օրինակ, նրա որոշ ծանոթներ, ովքեր նույնպես բարեկեցիկ ընտանիքներից էին, իրենց սիրելիներին նվիրում էին թանկարժեք մեքենաներ կամ շքեղ իրեր։ Վահանը դրանում տեսնում էր ցուցամոլություն և ի վերջո ճիշտ էր։ Նման դեպքերում հարաբերությունները չէին ամրապնդվում, ընդհակառակը, աղջիկները սովորում էին նման նվերներին և սկսում էին ավելի թանկ բաներ պահանջել։ Ինչու ես այդքան խնայող լինում, Վահան, չէ՞ որ կարող ես ավելի թանկ նվերներ անել։ Մի անգամ կատակով ասաց Կարինեն, երբ նրանք քայլում էին հյուսիսային պողոտայով։ Ես հավատում եմ, որ սերը նվերների գնով չի չափվում։ Կարևորը մեր զգացմունքներն են, ոչ թե ցուցադրական ժեստերը, պատասխանեց Վահանը, փորձելով բացատրել իր տեսակետը։ Դեռ պատանեկությունից Վահանը կորցրել էր ծնողներին, նրանք զոհվել էին ավտովթարի հետևանքով Երևան-Գյումրի ճանապարհին։ Նրան մեծացրել էր պապը, Հայկ Գրիգորյանը, ով սովորեցրել էր նրան խելամտություն, խնայողություն և կյանքի ճիշտ արժեքներ։ Թեև Վահանի ծնողների բիզնեսը, Երևանում գտնվող ՏԱԱԹ ընկերությունը, շարունակում էր ծաղկել և մեծ եկամուտ բերել, Հայկ պապը թույլ չէր տալիս գումարը վատնել աջ ու ձախ։ Նա Վահանի համար ստեղծել էր ֆինանսական կայունության երաշխիք, ապագայի համար։ Այդ իսկ պատճառով Վահանի մոտ կասկածներ էին առաջացել Կարինեի մտադրությունների վերաբերյալ։ Շատ բաներ էին միանգամից համընկել, և նա չէր կարող անտեսել դրանք։ Վահանը լավ էր հիշում, թե ինչպես էր պապը Հայկ Գրիգորյանը, միշտ մի քանի քայլ առաջ մտածում և այդ մասին ասում։ Պետք է կարողանաս զգալ մյուս մարդուն։ Պատկերացրու, որ դու խաղացող ես և պետք է հասկանաս, թե ինչ քայլ անել հաջորդիվ, որ հասնես հաղթանակի, խրատում էր նա։ Հայկ պապը շատ բան էր սովորեցրել Վահանին և առաջին հերթին մարդկանց խորությամբ տեսնել։ Կարելի է ասել, որ նա այդ գիտությունը մտցրել էր նրա գլխում, բայց պապն արդեն 2 տարի էր, ինչ այլևս ողջ չէր։ Այդ պատճառով, զինված պապի խորհուրդներով, Վահանը որոշեց ստուգել Կարինեին։ Նա դիմեց ընտանիքի մտերիմ ընկերոջը, Արմեն Հովհաննիսյանին, ով Երևանի մասնավոր կլինիկայում տնօրեն էր աշխատում։ Վահանը խնդրեց, որ իրեն ժամանակավորապես տեղավորեն կլինիկայում։ Վահանը կազմակերպեց իր հիվանդանոցային մնալը։ Արմենը, ով կարծես ծնողների տեղը բռնած լիներ Վահանի համար, ամեն ինչ արեց, որ նա իրեն միայնակ չզգա, սակայն Վահանի խնդրանքը նրա համար անսպասելի էր։ Համոզված ես, որ սա կօգնի, հարցրեց Արմենը մի փոքր կասկածանքով։ Կարծում եմ այո, ինչևէ, ես այդպես եմ զգում, պատասխանեց Վահանը։ Գիտես քո արարքը։ Ինչպես ասեմ, մեղմ, սկսեց Արմենը, բայց կանգ առավ։ Ինչ ուզում էիք ասել, խորամանկ։ Վահանն ինքնավարտեց նրա միտքը։ Եթե անկեղծ, ապա այո, գլխով արեց Արմենը։ Ես պարզապես նման բաների չեմ հանդիպել։ Ես ու իմ անուշը գրեթե 30 տարի միասին ենք,
եւ մեր միջև երբեք անվստահության առիթ չի եղել։ Հենց դա է խնդիրը։ Դուք 30 տարի միասին եք։ Աջակցեց նրան Վահանը։ Իսկ ես դեռ պետք է ընտանիք կազմեմ եւ ուզում եմ վստահ լինել, որ իմ հարսնացուն ինձնից գաղտնիքներ չունի։ Ես ձեզ պատմել եմ, թե վերջին շրջանում ինչ է կատարվում նրա հետ, չէ՞։ Այո, հիշում եմ, գլխով արեց Արմենը։ Դե լավ, եկեք փորձենք, ինչպես պայմանավորվել ենք։ Բայց եթե ինչ-որ բան այնպես չգնա, ես այստեղ կապ չունեմ։ Չեմ ուզում, որ Կարինեն հետո ամբողջ կյանքում ինձ ատի։ Նկատի առնված, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, ասաց Վահանը, սեղմելով նրա ձեռքը։ Արմենը կարգադրեց Վահանի համար առանձին հատուկ հիվանդի սենյակ հատկացնել։ Նա միտումնավոր չէր տեղեկացրել կլինիկայի անձնակազմին, որ Վահանը իրեն մտերիմ մարդ է, քանի որ չէր ցանկանում խափանել ստուգումը։ Բուժքույրերը կարող էին պատահաբար բարձրաձայնել, եւ Վահանը չէր ցանկանում ռիսկի դիմել։ Ինչպես պայմանավորված էր, Արմեն Հովհաննիսյանը պատրաստեց կեղծ փաստաթղթեր Վահանի առողջական վիճակի մասին եւ անձամբ զանգահարեց Կարինեին, տեղեկացնելով, որ Վահանը գիտակցության չի եկել։ Կարինե ջան, վատ լուր ունեմ, Վահանը հիվանդանոցում է, դեռ գիտակցության չի եկել, ասաց Արմենը հեռախոսով։ Կողքից կարող էր թվալ, որ Վահանը չափազանց հանգիստ է վերաբերվում նման փորձություններին, եւ որոշ չափով դա ճիշտ էր, բայց միայն այն առումով, որ նա ոչնչից չէր վախենում։ Պապը սովորեցրել էր նրան դեմքով դիմակայել վախին եւ երբեք չնահանջել։ Այս իրավիճակում Վահանը գործում էր հենվելով իր ներքին զգացողությունների վրա, բայց փորձում էր հստակ եզրակացությունների գալ առանց շտապելու։ Զանգի պահին Կարինեն երեկոյան խնջույքի վրա էր։ Կարծես նա նույնիսկ չէր անհանգստանում, որ իր փեսացուի հետ կարող էր ինչ-որ բան պատահած լինել։ Ստանալով Արմենից տեղեկությունը, որ Վահանը դեռ գիտակցության չի եկել, աղջիկը շտապեց հիվանդանոց։ Նրան դիմավորեցին վարչական մասի մոտ եւ ուղեկցեցին սենյակ։ Նրանց հետ միասին ներս մտավ նաեւ տնօրենը։ Հիվանդը պառկած էր հատուկ ֆունկցիոնալ մահճակալի վրա, անգիտակից։ Մոտակայքում կաթիլայինի հենարան էր, իսկ կողքերին աշխատում էին սարքեր, որոնք ցույց էին տալիս հիվանդի ընդհանուր վիճակը։ Կարինեն ձեռքը դրեց բերանին եւ Արմենը մտածեց, որ նա հիմա կսկսի լաց լինել։ Նա հանեց խալաթի գրպանից թաշկինակ եւ մեկնեց աղջկան։ Վերցրու, թեթև կոգնի, ասաց նա։ Շնորհակալություն, պետք չէ, ես արդեն հանգստացրեցի ինձ։ Հրաժարվեց Կարինեն։ Բժիշկ, ինչպես դա պատահեց։ Նա անջատվել էր մեքենայի մեջ, դա վթար էր, պատասխանեց Արմենը։ Որքան սարսափելի է։ Գրեթե բացականչեց Կարինեն աչքերը լայնացնելով։ Ոչ, վթար ինքն ինչ եղավ։ Նախքան անգիտակից վիճակի մեջ ընկնելը Վահանը հասցրեց սեղմել արգելակը, եւ մեքենան պարզապես կանգ առավ ճանապարհի մեջտեղում։ Անցնող բարեկաշխատակիցները նրան գտել էին։ Ասեք, իսկ որքան ժամանակ նա կմնա այս վիճակում, անհանգիստ հարցրեց Կարինեն, նայելով քնած Վահանին։ Հաստատ պատասխանել դեռ չեմ կարող, շեղվեց Արմենը։ Ամեն ինչ կախված է օրգանիզմից եւ նրանից, թե որքան արդյունավետ կլինի բուժումը։ Բայց գոնե մոտավորապես, պահանջեց Կարինեն։ Կարող է տևել մի քանի օր, իսկ գուցե նաեւ ամիսներ։ Ուսերը թեթև բարձրացնելով պատասխանեց տնօրենը։ Սարսափելի է, կրկնեց Կարինեն։ Մենք պատրաստվում էինք ամուսնանալ։ Ես արդեն բոլոր հարազատներին տեղեկացրել էի, որ ամուսնանում եմ։ Ինչ անեմ հիմա, պարոն տնօրեն։ Հիմա միայն սպասել է պետք, սիրելիս, պատասխանեց Արմենը, նրա ուսին թփթփացնելով։ Դե ես ձեզ մենակ կթողնեմ, հավանաբար ձեզ ժամանակ է պետք մտածելու։ Այո, իհարկե, համաձայնեց Կարինեն։ Արմենը արագ հայացք նետեց Վահանի վրա, հոնքերը բարձրացրեց, եւ այդ հայացքից Վահանը գրեթե բացահայտվեց։ Նա ոչ միայն լսում էր, այլև հետևում էր կատարվողին, փորձելով դա անել աննկատ, որպեսզի Կարինեն ոչինչ չկռահեր։ Երբ կնքահայրը հայացքը նրա վրա սևեռեց, Վահանը գրեթե ծիծաղեց, եւ նրան մեծ ջանքեր պահանջվեցին, շարունակելու ձևանալ, թե անգիտակից է։ Հատուկ սենյակից դուրս գալով, Արմենը խոր շունչ քաշեց եւ ինքն իրեն կամաց ասաց. Միայն թե նա ոչինչ չնկատի։ Այդ պահին կողքով անցնում էր բուժքույրը,
եւ լսելով, որ տնօրենը ինչ-որ բան է շշնջում, զգուշորեն հարցրեց. «Ինչ-որ բան ասացիք»։ «Ոչ, դեռ ոչ, գնա զբաղվիր քո գործով»։ Ձեռքով արեց Արմենը եւ ուղղվեց դեպի իր աշխատասենյակ։ Մենակ մնալով Կարինեն նստեց անկողնու եզրին եւ բռնեց Վահանի ձեռքը։ Նա ուշադիր նայեց նրան եւ թեթև ժպտաց։ Հնարավոր է դա պաշտպանական ռեակցիա էր։ Ամենայն դեպս Վահանը այդպես մտածեց, նկատելով ժպիտը նրա դեմքին։ Շարունակելով ձևանալ, թե անգիտակից է, նա ցուցաբերում էր աննախադեպ դերասանական տաղանդ։ Պետք էր այնպես անշարժ պառկել եւ ոչ մի կերպ չարձագանքել արտաքին գրգիռներին։ Կարինեն փորձեց արթնացնել նրան, մեղմորեն խայթելով ասեղով։ Վահանը հազիվ էր կարողանում համբերել ցավին։ Նրա դեմքի ոչ մի մկան չդողաց, ձեռքը չշարժվեց, ինչպես սովորաբար լինում է, երբ մարդուն սուր առարկայով խայթում են մաշկին։ Ոչ, Վահանը փայլուն խաղաց իր դերը։ Մնում էր միայն սպասել, թե ինչ կանի հարսնացուն հաջորդիվ, եւ Կարինեն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Նա հանեց պայուսակից հեռախոսը եւ սկսեց ինչ-որ մեկին զանգել։ Վահանը լարեց իր լսողությունը։ Երբ զանգը պատասխանեցին, Կարինեն սկսեց քնքշորեն խոսել։ «Նկատի ունեցիր, ես էլ եմ կարոտել, ավելի շուտ միասին լինեինք», ասաց նա։ Ուշադրության առնելով, թե ինչպես էր խոսում զրուցակիցը, Կարինեն շարունակեց. «Հավատա սիրելիս, այս հարուստն ինքը հայտնվեց հիվանդանոցում, ինձ նույնիսկ պետք չեղավ նրան թունավորել»։ Վահանը գրեթե դուրս եկավ դերից եւ ցատկեց անկողնուց, լսելով նման բան իր հարսնացուից։ Իսկապես չէր սպասում։ Պարզվում է, Կարինեն պատրաստվում էր իր դեմ մահափորձ կատարել եւ օգտագործել թույն, բայց նրա անգիտակից վիճակը փրկել էր նրան այդ փորձությունից։ Սարսափելի էր նույնիսկ պատկերացնել, թե ինչ կլիներ։ Վահանի ծնկները վերմակի տակ սկսեցին դողալ, բայց Կարինեն դա չնկատեց, քանի որ շարունակում էր խոսել հեռախոսով։ «Գործը գրեթե ավարտված է», շարունակեց հարսնացուն։ «Մնում է միայն բուժքրոջ հետ պայմանավորվել, որ ինչ-որ բան ներարկեն կաթիլայինի մեջ»։ Վահանի սիրտը սկսեց արագ բաբախել, բայց բարեբախտաբար սարքերը միայն ընդօրինակում էին աշխատանքը, այլապես Կարինեն կդիտեր եւ կսկսեր բժիշկ կանչել, բայց ամեն ինչ նկատի առնված անցավ, եւ Վահանը կարողացավ հաղթահարել հուզմունքը։ Միևնույն ժամանակ նա ցնցված էր, որ հարսնացուն ծրագրում էր օգտագործել բուժքրոջը իրեն սպանելու համար։ Վահանը ճիշտ էր արել, որ կասկածներ ուներ Կարինեի հանդեպ։ Նրա որոշումը ձևացնել, թե անգիտակից է, օգնեց բացահայտել Կարինեի իրական մտադրությունները, սակայն նա դեռ որոշեց չբացահայտվել։ Պետք էր ժամանակ տալ հարսնացուին ավելի ակտիվ քայլեր ձեռնարկելու համար։ Կարինեն ավարտեց խոսակցությունը, համբուրեց Վահանի այտը եւ կարծես ոչինչ չէր պատահել, դուրս եկավ սենյակից։ Մի քանի րոպե անց ներս մտավ Արմենը։ «Ինչպես անցավ հանդիպումը հարսնացուի հետ»։ Հարցրեց նա։ «Վատ, շատ վատ», պատասխանեց Վահանը։ «Ինչ, միթե նույնիսկ չլացեց»։ Կատակով հարցրեց տնօրենը, չիմանալով, թե իրականում ինչ էր կատարվել։ «Հավատացեք, նա ուզում էր ինձ սպանել», ասաց Վահանը։ «Ինչ ես ասում, սա իսկական անակնկալ է»։ Գլուխը շարժելով արձագանքեց Արմենը։ «Իսկ դա ինչպես էր արտահայտվում, նրա ցանկությունը քեզ սպանելու»։ Վահանը պատմեց նրան, որ Կարինեն հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Նա այնքան քնքշորեն էր խոսում, որ հեշտ էր կռահել, հավանաբար դա սիրեկան էր։ Կարինեն ասել էր, որ իրեն նույնիսկ պետք չէր թունավորել փեսացուին, քանի որ նա ինքն էր հայտնվել հիվանդանոցում։ Այստեղ Վահանը կարճ դադար վերցրեց, ապա շարունակեց. «Իսկ ամենավատն այն է, որ Կարինեն պատրաստվում էր բուժքրոջ հետ պայմանավորվել, որ ինչ-որ բան ներարկեն կաթիլային համակարգի մեջ։ Մի վախեցիր, դա բացարձակապես չի լինի», հանգստացրեց նրան Արմենը։ «Բոլոր ընթացակարգերը, ինչպես գիտես, ձևական են։ Քեզ բուժելու է միայն Աննան, նա արդեն ամեն ինչից տեղյակ է։ Նրանից բացի, բուժանձնակազմից ոչ ոք այստեղ չի մտնի»։ «Իսկ եթե Կարինեն»։ Սկսեց Վահանը։ «Ոչինչ չի անի», ընդհատեց նրան տնօրենը, ձեռքը նրա ուսին դնելով։ «Բուժքույրերի հետ նրան չի հաջողվի պայմանավորվել, ես լիովին վերահսկում եմ նրանց, իսկ սնունդը կստանաս ռեստորանից, որտեղ աշխատում է իմ հարազատը»։
Դու ճանաչում ես նրան, Հովանես Պողոսյանին։ Այո, Հովանեսը, նա հաճախ էր գալիս պապի մոտ։ Գլխով արեց Վահանը։ Ահա, ուրեմն անհանգստանալու ոչինչ չկա, ամփոփեց Արմենը։ Իդեպ, գուցե ոստիկանություն տեղեկացնենք նրա մասին։ Ոչ, ներ պետք չէ։ Ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան Վահանը։ Եկեք տեսնենք, թե նա էլ ինչ կանի, հետո կգործենք, ըստ իրավիճակի։ Լավ, ինչպես ասես, համաձայնեց Արմենը։ Եթե հանկարծ ինչ-որ բան պետք լինի, անմիջապես զանգիր բջջայինին։ Շնորհակալություն, Արմեն ջան, ես շատ երախտապարտ եմ, ասաց Վահանը։ Վահանը շնորհակալություն հայտնեց պարոն Հովանեսյանին, տնօրենը դուրս եկավ սենյակից, թողնելով նրան մենակ։ Վահանին իսկապես պետք էր լրջորեն մտածել, եւ առաջին հերթին Կարինեի հետ կապված։ Իհարկե ամենաճիշտը կլիներ բացահայտվել եւ ասել, որ ոչ միայն գիտակից վիճակ չկա, ապա բաժանվել նրանից, բայց ինչ-որ բան նրան հուշում էր, որ պետք է այդ դերը խաղալ մինչև վերջ։ Ներքին զգացողությունը ասում էր, որ առջևում նրան հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Միևնույն ժամանակ մնում էր չլուծված հարցը, ով էր այն մարդը, որի հետ խոսում էր Կարինեն։ Տրամաբանորեն կարելի էր ենթադրել, որ դա սիրեկան էր, քանի որ նա այդքան քնքշորեն էր խոսում։ Սակայն Վահանը մտածում էր նաև այլ տարբերակի մասին։ Զրուցակիցը կարող էր պարզապես Կարինեի հանցակից լինել։ Այդ դեպքում իրավիճակը ել ավելի էր բարդանում, քանի որ այդ մարդը կարող էր Կարինեի փոխարեն փորձել վերացնել Վահանին, եւ ոչ ոք դա չէր նկատի, քանի որ բոլորը սպասում էին Կարինեի գործողություններին։ Այս ամենի մասին մտածելով, Վահանը պատրաստվում էր ցանկացած զարգացման։ Նա ուշադիր ստուգում էր ռեստորանից բերված բոլոր ուտելիքները։ Կլինիկայում կար լաբորատորիա, եւ բուժքույր Աննան սնունդը տանում էր վերլուծության, բայց ոչինչ կասկածելի չէր գտնվում, եւ Վահանը հանգիստ ուտում էր ամեն ինչ։ Մի քանի օր էր անցել այն պահից, երբ Կարինեն այցելել էր նրան։ Նա այլևս չէր երևացել, եւ դա ստիպում էր մտածել, որ հարսնացուն ինչ-որ բան էր ծրագրում։ Հոգնեցուցիչ սպասումներից հետո, երբ Կարինեն ոչ մի քայլ չէր ձեռնարկում, Վահանը որոշեց վարձել դետեկտիվ։ Երևանում կար մի գործակալություն, որտեղ աշխատում էր նրա ծանոթը, Դավիթը։ Նա եկավ նույն օրը, երբ Վահանը զանգահարեց նրան։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում, Դավիթը նետվեց դեպի անկողինը եւ սկսեց խոսել։ Աստված իմ, ինչ է կատարվել քո հետ, էս ինչ օրն են դցել քեզ մրցակիցներդ։ Բացականչեց Դավիթը, նայելով Վահանին։ Հանգստացիր, Դավիթ։ Ժպտալով պատասխանեց Վահանը։ Սա ընդամենը դեկոր է։ Ես որոշեցի ստուգել հարսնացուս, եւ պարզվեց, որ նա ուզում էր ինձ թունավորել։ Հնարավոր է։ Կարինեն զարմանքով վերահարցրեց դետեկտիվը։ Հենց այդպես գլխով արեց Վահանը։ Եվ հիմա ինչ ես մտածում անել։ Ուզում եմ, որ տեղեկություններ հավաքես, առաջարկեց Վահանը։ Հավաքիր ամեն ինչ, ինչ կարող ես գտնել, եւ ամենակարևորը, հետևիր, թե նա ինչով է զբաղված։ Արդեն մի քանի օր է նա չի եկել ինձ մոտ։ Գուցե ինչ-որ անօրինական բան է ծրագրում։ Հասկացա, ամեն ինչ կանեմ։ Գլխով արեց դետեկտիվը։ Քո անվտանգության համար մի անհանգստացիր, ամեն ինչ վերահսկողության տակ կլինի։ Այստեղ նաև տնօրեն Արմեն Հովանեսյանն է հետևում ինձ։ Ձեռքով արեց Վահանը։ Միևնույն է, իմ օգնությունն էլ չի խանգարի։ Պնդեց Դավիթը։ Լավ, Դավիթ, հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, ասաց Վահանը, թփթփացնելով նրա ուսին։ Կասկած չունենաս, ես կփորձեմ հնարավորինս շատ տեղեկություն հավաքել, վստահեցրեց դետեկտիվը։ Եվս 20 րոպե մնալով Դավիթը հեռացավ։ Շուտով ներս մտավ բուժքույր Աննան, բերելով հյութ։ Հովանես Պողոսյանը խնդրել է փոխանցել, ասաց նա։ Շնորհակալություն, իմ անունից էլ բարև փոխանցեք, պատասխանեց Վահանը։ Բուժքույրը դուրս եկավ, եւ Վահանը կրկին խորասուզվեց մտքերի մեջ, արդյոք ճիշտ էր արել, որ սկսել էր այս խաղը։ Մի կողմից նա շատ բաներ իմացել Կարինեի մասին, բայց մյուս կողմից կործանել էր իր երջանկությունը։
Այս իրադարձությունների լույսի ներքո հարսանիքի մասին խոսք անգամ լինել չէր կարող, պետք էր մտածել սեփական անվտանգության մասին։ Կարինեն, ինչպես պարզվեց, բավականին վտանգավոր էր և կարող էր ցանկացած հնարավորություն օգտագործել նրան վերացնելու համար։ Այդ ընթացքում, անսպասելիորեն, կլինիկայի պատերի ներսում Վահանը հանդիպեց իր մանկության ընկերուհուն Անեին։ Նա այստեղ աշխատում էր որպես վիրաբույժ, բայց այլ բաժանմունքում։ 3 տարի առաջ Անին կորցրել էր ամուսնուն և որդուն։ Դա տեղի էր ունեցել, երբ նրանք միասին գնացել էին ձկնորսության Սևանա լճի մոտ։ Անին փորձել էր համոզել ամուսնուն արտաքին չգնալ, քանի որ անձրև էր գալիս, բայց նա վստահեցրել էր, որ եղանակը կբարելավվի և ոչինչ չի խանգարի։ Կարծես սրտով զգացել էր, որ չարժե գնալ։ 2 ժամ անց նրան տեղեկացրել էին, որ վթար է տեղի ունեցել։ Անին ուղղակի խելագարվել էր վշտից։ Նրա քույրն էլ էր մեքենայում։ Մեքենայից գրեթե ոչինչ չէր մնացել, միայն այրված կմախք։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրան մոտ չէին թողել մնացորդներին։ Բժիշկները դեռ աշխատում էին այնտեղ, զոհվածներին սև պարկերի մեջ հավաքելով։ 3 օր անց տեղի ունեցան թաղման արարողությունները։ Անին հազիվ էր զսպում իրեն այդ ծանր պահին։ Նրա կողքին, ինչպես միշտ, քայլ չհեռանալով, կանգնած էր քույրը Սվետլանան։ Թաղումից հետո Անին մի ամբողջ շաբաթ փորձում էր հաշտվել այն մտքի հետ, որ ամուսինն ու որդին այլևս չկան։ Դառնալով այրի, նա երդվեց այլևս ոչ մեկի հետ հարաբերություններ չսկսել։ Նրա համար աշխարհի բոլոր տղամարդիկ դադարեցին գոյություն ունենալ։ Ինչ վերաբերում է Վահանին, դպրոցական տարիներին նրանց միջև եղել էր պատանեկան սիրավեպ, որը սակայն ոչնչով չէր ավարտվել։ Նրանք հանդիպում էին, ժամանակ էին անցկացնում միասին, օգնում էին միմյանց դասեր պատրաստել։ Բայց դպրոցն ավարտելուց հետո նրանց ճանապարհները բաժանվեցին։ Ի դեպ, հենց Սվետլանան էր հաճախ Վահանին փոխանցում Անեի նամակները, որոնցում նա խոսում էր իր խոր զգացմունքների և ապագայի ծրագրերի մասին։ Շուտով Վահանը մեկնեց մեկ այլ քաղաք, ընդունվելու համալսարան, և նրանց միջև կապն ամբողջությամբ ընդհատվեց։ Անին ընդունվեց բժշկական ինստիտուտ և որոշեց կարիերա կառուցել որպես բժիշկ։ Նա դեռ դպրոցական նստարանից սիրում էր քիմիա և կենսաբանություն։ Ուսուցիչները միաձայն պնդում էին, որ նա կդառնա եթե ոչ մեծ գիտնական, ապա առնվազն բարձրակարգ մասնագետ։ Գրեթե այդպես էլ եղավ, միայն թե գիտական աստիճանի փոխարեն Անին ստացավ վիրաբույժի պաշտոն։ Իմանալով, որ Վահանը գտնվում է իրենց կլինիկայում, Անին շտապեց այցելել նրան։ Ինչպես զարմացավ նա, երբ անգիտակից հիվանդի փոխարեն հանդիպեց լիովին առողջ և կենսուրախ տղամարդու։ Իհարկե նրա մոտ անմիջապես հարց առաջացավ. «Եվ ինչպես հասկանալ սա»։ «Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Տես, իմ մոտ կասկածներ առաջացան հարսնացուս Կարինեի հանդեպ։ Վերջերս նա տարօրինակ էր պահում իրեն, և վերջերս պարզեցի, որ նա ուզում էր ինձ սպանել»։ «Դու լուրջ ես ասում»։ Զարմանքով հարցրեց Անին։ «Լիովին լուրջ, այդ պատճառով ստիպված եղա ձևանալ, թե անգիտակից եմ։ Ինչ օրիգինալ միջոց ես մտածել։ Իսկ ես, ինչպես խելագար, շտապում էի դեպի քո սենյակը, մտածելով, որ իսկապես ծանր վիճակում ես»։ «Ինչ ես ասում շտապում էի»։ Կատակով վերահարցրեց Վահանը։ «Դե, արագ քայլքով էի գալիս»։ Անվստահ, կարմրելով պատասխանեց Անին։ «Հասկանալի է»։ Գլխով արեց Վահանը, իսկ ինքն իրեն մտածեց. «Պարզվում է, նա ինձ չի մոռացել»։ Այդ մտքերը միայն հաստատում էին, որ Վահանը կարծում էր, թե իրենց միջև սիմպաթիա կա, և նա չէր սխալվում։ Անին առաջարկեց ոչ միայն մասնակցել նրա այդ կատակերգությանը, այլև խնամել իրեն, և առաջինը, որ արեց, սկսեց ինքն անձամբ տնից սնունդ բերել։ Արդյունքում Վահանը ստիպված եղավ հրաժարվել ռեստորանի ծառայություններից, բայց ոչ մի կերպ չզղջաց դրա համար, քանի որ Անին հրաշալի էր պատրաստում։ Վերջիվերջո նա հասկացավ, որ իր մոտ էլ է սիմպաթիա արթնացել Անիի հանդեպ։ Անմիջապես հիշեցին դպրոցական տարիները և լուսնի տակ հանդիպումները։ Վահանը նույնիսկ ուրախ էր, որ ամեն ինչ այդպես դասավորվեց։ Միևնույն ժամանակ նա հուզմունքով սպասում էր դետեկտիվի լուրերին։ Դավիթը հեռախոսով խոստացել էր շուտով զեկույց տրամադրել, և նրա ձայնը ինչ-որ պատճառով դողում էր, ինչը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Դրա հետ մեկտեղ Վահանը ժամանակ էր ընտրում,
Անիի հետ զբոսնելու համար։ Կլինիկայի փակ տարածքը թույլ էր տալիս դա անել, բայց որպեսզի չբացահայտվեն, նրանք դուրս էին գալիս զբոսանքի։ Երեկոյան, այդ ժամին, կլինիկայի ամբողջ բուժանձնակազմը դիտում էր սիրելի սերիալները, եւ Կարինեն ամենայն հավանականությամբ չէր կարող հայտնվել։ Վահանը գիտեր, որ նա սիրում էր այցելել Երևանի գիշերային ակումբներ։ Ինքը նույնպես մի քանի անգամ եղել էր այնտեղ, բայց դա նրան դուր չէր եկել։ Մի քանի օր անց Դավիթը վերադարձավ առաջին տեղեկություններով։ Նրա դեմքից երևում էր, որ լուրերը այնքան էլ լավը չեն։ Ջուր խմելով սեղանին դրված բաժակից Դավիթն ասաց. «Ուզում եմ անմիջապես զգուշացնել, Կարինեն հետևում է քո վիճակին»։ «Ինչի՞ց ես դա վերցրել»։ Հոնքերը կիտելով հարցրեց Վահանը։ «Ես երկար ժամանակ հետևել եմ նրան եւ կարգի բերել նրա բոլոր քայլերը», պատասխանեց Դավիթը։ «Եվ մի օր տեսա Կարինեին փաստաբանի հետ»։ «Դե, ինչ կա որ, գուցե նա որոշել է ամուսնական պայմանագիր կազմել», ենթադրեց Վահանը։ «Եթե այդպես լիներ, բայց ես ստուգեցի եւ պարզեցի, որ այդ փաստաբանը հետաքրքրված էր քո բիզնեսով», հուզմունքով ասաց Դավիթը։ «Վահան, ես զգում եմ, որ Կարինեն փորձում է հասնել քո փողերին։ Սա արդեն հետաքրքիր է»։ Ձեռքերը խաչաձևելով Վահանը քայլեց սենյակում։ «Ասում ես, փաստաբան է վարձել, որ իմ ունեցվածքը ֆլի»։ «Հնարավոր է, ես դեռ լիովին չեմ պարզել», պատասխանեց դետեկտիվը։ «Բայց սա դեռ ամենը չէ, ինչ ուզում էի ասել։ Մի ասա, որ նա դիմել է հատուկ գործակալության», ժպտալով հարցրեց Վահանը։ «Ոչ, Կարինեին տեսել եմ մեկ այլ տղամարդու հետ», գլուխը շարժելով պատասխանեց Դավիթը։ «Նա նրա հետ ինչ-որ բան էր աշխույժ քննարկում, բայց ես չլսեցի ինչ, քանի որ անհնար էր մոտենալ։ Ամենայն հավանականությամբ նրանք մտերիմ հարաբերություններ ունեն, մի խոսքով սիրեկաններ են»։ Վահանը մտածկոտ ասաց. «Գուցե դու ճիշտ ես, նա այդ ժամանակ հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ եւ գուցե հենց այդ տղամարդու հետ էր, որին դու տեսել ես։ Պետք է հնարավորինս շատ իմանալ, թե ով է նա եւ ինչ ծրագրեր ունեն»։ «Դրանով եմ զբաղվում», պատասխանեց Դավիթը։ «Բայց ինչ ժամանակ է պետք։ Կարինեն այնքան էլ հաճախ չի երևում մարդկանց մեջ, եւ նրան մոտենալն անհնար է։ Նա դարձել է կասկածամիտ եւ անընդհատ փոխում է երթուղիները»։ «Ահա թե ինչ», ասաց Վահանը։ «Ուրեմն իսկապես ինչ-որ լուրջ բան է ծրագրում, ապա դու պետք է շտապես, թե չէ կարող ենք ուշանալ»։ Դավիթը խոստացավ արագացնել գործը, բայց Վահանը ամենևին ուրախ չէր ստացված տեղեկություններից։ Նա չէր սպասում, որ Կարինեն կհամարձակվեր խլել բիզնեսը, եւ դա այն դեպքում, երբ նա չգիտեր իր փեսացում կվերադառնա իրականություն, թե ոչ։ Բժիշկը ասել էր, որ դա կարող է տևել ամիսներ, եւ Կարինեն հավանաբար որոշել էր արագացնել իրադարձությունները, որպեսզի չմնա դատարկ ձեռքերով։ Վահանը ուզում էր ամեն ինչ դնել խաղի եւ բացահայտվել կանչելով Կարինեին, բայց Անիի խորհրդով որոշեց եւս մի քիչ սպասել։ Ավելին, Կարինեն դեռ չէր փորձել ազատվել նրանից։ Նա շարունակում էր հանդիպել այդ տղամարդուն եւ խորհրդակցել փաստաբանների հետ։ Դավիթը ամեն ինչ մանրամասն գրանցում էր եւ զեկուցում, բայց ցավոք դեռ շատ բան չուներ ասելու։ Եվս մի քանի օր անցավ, բայց ոչ ոք չեկավ նրան սպանելու։ Կարծես հարսնացուն եւ նրա սիրեկանը փոխել էին միտքը։ Միևնույն ժամանակ վախի զգացումը մնացել էր, եւ Վահանը ամեն պահի սպասում էր հնարքի։ Նա արդեն մտովի պատրաստվել էր վերջնական հանգուցալուծմանը, սակայն չդիմացավ եւ որոշեց վերջ տալ այդ կատակերգությանը։ Նա հրահանգեց բուժքույր Աննայի զանգահարել Կարինեին եւ շտապ կանչել կլինիկա։ Աղջիկը դժգոհ էր, որ ստիպված էր ընդհատել կարևոր գործերը։ Նա հենց նոր էր սկսել նախապատրաստել հողը, փեսացուի բիզնեսը իրեն ենթարկեցնելու համար եւ հիմա այս շտապ կանչը կլինիկա։ Կարինեն պատրաստ էր ամեն ինչի, բայց ոչ Վահանի անգիտակից վիճակից վերադարձին։ Նրա իրականություն գալը բացարձակապես նրա ծրագրերում չէր։ Կարինեն հույս ուներ, որ բժիշկը չի սխալվել, եւ Վահանը գոնե մի քանի ամիս պետք է անգիտակից մնար։ Այդ մտքերով նա եկավ կլինիկա, անպարկեշտորեն բացեց սենյակի դուռը եւ գրեթե հատակին չընկավ։ Վահանը պառկած էր անկողնու վրա, բաց աչքերով, ժպտում էր, իսկ կողքին կանգնած էր բուժքույր Աննան,
ուղղելով բարձը։ Կարինեն մի պահ կորցրեց խոսելու ունակությունը, չիմանալով թե ինչ ասի։ Այդ ժամանակ Վահանը վերցրեց իրավիճակը իր ձեռքը։ Բարև սիրելիս, հավանաբար կարոտել ես, մինչ ես ստիպված քնած էի։ Չեմ հավատում իմ ականջներին, ինչ հրաշքներ է անում բժշկությունը։ Միայն կարողացավ պատասխանել Կարինեն։ Դա դեռ ոչինչ է, այստեղ ես իմացա, որ նրանք նույնիսկ մեռածներին էլ գրանցում են։ Կատակեց Վահանը։ Բայց իմ դեպքում ընդհանրապես ոչինչ անել պետք չէր։ Ինչ է դա նշանակում։ Չհասկացավ Կարինեն։ Ես անգիտակից չեմ եղել, պատասխանեց Վահանը։ Իսկ գիտես թե ինչու եմ դա արել։ Քո հանդեպ վստահության հետ կապված կասկածներ ունեի։ Նա շարունակեց պատմել։ Դու հաճախ էիր բացակայում, առանց բացատրելու թե ուր եւ ինչու, գաղտնի խոսում էիր ինչ-որ մեկի հետ հեռախոսով։ Դրանք իմ անձնական գործերն են։ Փորձեց խուսափել Կարինեն։ Ես չեմ խառնվել, երբ դու խոսում էիր ընկերներիդ հետ։ Այո, դա ճիշտ է։ Գլխով արեց Վահանը։ Բայց վերջին շրջանում դու սկսել էիր ավելորդ ծախսեր անել եւ տարօրինակ վարվել։ Դրա համար ես որոշեցի ձևանալ, թե անգիտակից եմ։ Հետո նույնպես ամեն ինչ Կարինեն արդեն գիտեր, հեռախոսով խոսակցությունը սենյակում, հանդիպումները մեկ այլ տղամարդու հետ, փորձերը Վահանի բիզնեսը խլելու եւ մտադրությունը նրան թունավորելու մասին։ Վահանը քայլ առ քայլ ներկայացրեց փաստերը, հաստատելով, որ կազմակերպել էր նրա հետևից հետևելը։ Կարինեն միայն բերանն էր բացում, բայց Վահանը նրան նույնիսկ խոսք տեղընտրելու հնարավորություն չէր տալիս։ Վահանը խիստ ծայրացած էր Կարինեի վրա եւ խոսում էր առանց զսպելու։ Վերջապես նա ավարտեց նրա դավաճանության եւ կասկածելի պահվածքի մասին ապացույցները ներկայացնելը, հետո մտածկոտ հարցրեց. Հիմա ինչ կասես սրա մասին։ Կարինեն սկզբում շփոթվեց, չսպասելով նման ճնշման, բայց հետո իրեն ձեռքը վերցրեց, մի կողմ թեքվեց եւ կտրուկ պատասխանեց. Շատ բան կարող եմ ասել, եթե լսես։ Ուշադիր լսում եմ։ Օնքերը կիտելով ասաց Վահանը։ Դու ամբողջ կյանքս կոտրեցիր։ Սկսեց Կարինեն, նրան զայրացած հայացքով նայելով։ Սպասիր, ես այստեղ ինչ կապ ունեմ։ Ձեռքերը առաջ պարզելով զարմանքով հարցրեց Վահանը։ Բուժքույր Աննան նույնպես լարվեց, նկատելով, որ Կարինեի դեմքը զայրույթից կարմրել է։ Նա ամեն դեպքում կանգնեց Վահանի եւ Կարինեի միջև, այնպես որ հարսնացուն մի փոքր հեռու հայտնվեց անկողնուց, բայց դա չխանգարեց Կարինեին շարունակել։ Այդպես դու կոտրեցիր իմ ամբողջ կյանքը։ Քո հայրը թողեց մայրիկիս հռի վիճակում եւ ամուսնացավ քո մոր հետ։ Դու արդեն 1 տարեկան էիր, երբ նրանք միասին ապրել սկսեցին։ Ինչի ես նայում, զարմացրի քեզ, շարունակեց նա։ Անկեղծ ասած, այո։ Զսպվածությամբ պատասխանեց Վահանը։ Չէի մտածի, որ նման ճշմարտություն կիմանամ։ Դու մեր հարազատ որդին չէիր, շարունակեց Կարինեն։ Եվ ընդհանրապես արժանի չես միլիոնատեր լինել։ Ինչու է ամեն ինչ քեզ, ոչ թե ինձ։ Այս խոսքերից հետո Կարինեն լաց եղավ եւ նստեց աթոռին, որի վրա մի փոքր առաջ նստած էր բուժքույր Աննան։ Աննան հեռացավ անկողնուց, հասկանալով, որ Վահանին այլևս վտանգ չի սպառնում, բայց ամեն դեպքում հեռացրեց բոլոր սուր եւ կտրող առարկաները։ Նա թողեց նրանց մենակ, բայց դուռը ամբողջությամբ չփակեց, որոշակի մտավախություններ ունենալով։ Վահանը ցնցված էր Կարինեի պատմությունն լսելուց։ Նա չէր կարող հավատալ, որ իր մահացած հայրը, պարզվում է, իր կենսաբանական հայրը չի եղել։ Միևնույն ժամանակ նրանց արտաքինում որոշակի տարօրինակություններ կային, բայց Վահանը ժամանակին դրան ուշադրություն չէր դարձրել։ Ծնողները բաց գույնի մազերով էին, իսկ ինքը մուգ շագանակագույն։ Բայց ընտանիքում կային նման մազերով մարդիկ, եւ Վահանը կարծում էր, որ ժառանգել է նրանց գեները։ Այդ պահին նա այլ բացատրություն չուներ, թե ինչու են ծնողները բաց գույնի մազերով, իսկ ինքը ոչ, եւ այդպես կարծես Կարինեն չէր ստում, երբ խոսում էր այդ մասին։ Վահանը վեր կացավ անկողնուց եւ մոտեցավ Կարինեին։ Ես չգիտեի, ասաց նա, ձեռքը դնելով նրա ուսին։ Անկեղծ ասած, ես միտումնավոր էի քեզ փնտրում, վրեժ լուծելու համար։ Խոստովանեց Կարինեն։ Ես ստիպված էի վճարել, որ տեղեկություններ հավաքեմ եւ պարզեմ քո ճշգրիտ գտնվելու վայրը,
Իսկ հայրը ձեզ հետ մեկնել էր մեկ այլ քաղաք, ամեն ինչ զրոյից սկսելու համար։ Եվ նրան դա հաջողվեց, նա բիզնես ստեղծեց, քեզ ապահովեց, բայց ինձ մոռացավ։ Այո, ինչ իրավիճակ, մտածկոտ պատասխանեց Վահանը։ Բայց չպետք է մոռանալ, որ դու ուզում էիր ինձ սպանել։ Ներիր, բայց ես եզրին էի։ Փորձեց բացատրել Կարինեն։ Կարծես ինչ-որ բան տիրել էր ինձ, ինքս չէի հասկանում, թե ինչ եմ անում, լավ է, որ ամեն ինչ այդքան հեռու չգնաց։ Հենց այդպես, թե չէ ես ինքս ինձ երբեք չէի ների, ասաց Վահանը, ձեռքերով դեմքը փակելով։ Մենք երկուսս էլ քիչ էր մնում անուղելի սխալ գործեինք, պետք է սա ուղենք։ Ինչպես թե, արցունքները սրբելով զգուշորեն հարցրեց Կարինեն։ Ես այսօր կդիմեմ փաստաբաններին, որպեսզի նրանք պատրաստեն իմ ունեցվածքի կեսի փոխանցման փաստաթղթերը, ասաց Վահանը։ Բայց դա ավելին է, քան ես ակնկալում էի, զարմացավ Կարինեն։ Ամեն ինչ կարգին է, ձեռքով արեց Վահանը։ Ինձ օտարը պետք չէ, ի դեպ, օրենքով դու իրավունք ունես բիզնեսի մի մասի, բայց մի խնդրանք ունեմ, խելամտորեն տնօրինիր այդ ունեցվածքը։ Վահանը խոսքերով ակնարկեց, որ Կարինեի ճակատագիրը իրեն անտարբեր չէ։ Հուսով եմ հասկացար, թե ինչ նկատի ունեի, ավելացրեց նա։ Այո, հասկացա։ Գլխով արեց Կարինեն և դուրս եկավ սենյակից։ Վահանը ծանրություն զգաց սրտում։ Կարծես ամեն ինչ պարզվել էր, բայց միևնույն ժամանակ շատ չլուծված հարցեր էին մնացել։ Առաջին հերթին, ինչու իր հայրը, թեկուզ ոչ կենսաբանական, աղջկան առանց աջակցության թողեց։ Նա չէր կարող չհասկանալ, որ առաջին ընտանիքին նույնպես գումար էր պետք։ Ոչ, այստեղ ինչ-որ բան այն չէր։ Ըստ ամենայնի, խնդիրը Կարինեի մոր մեջ էր։ Նրա հայրը, Հովհաննես Գրիգորյանը, պարզապես այնպես չէր լքի առաջին կնոջն ու երեխային։ Նա այդպիսի մարդ չէր։ Վահանը հիշում էր, թե ինչպես էր հայրը նվիրվածությամբ վերաբերվում իրեն և մորը։ Նա միշտ պտտվում էր նրանց շուրջ, ջանալով ապահովել ամեն անհրաժեշտով։ Չէր անցնում մի օր, որ նա նվեր չբերի։ Հովհաննես Գրիգորյանը գումար չէր խնայում դրա համար, ինչը խոսում էր ընտանեկան արժեքների հանդեպ նրա հարգանքի մասին։ Շուտով փաստաբանները պատրաստեցին փաստաթղթերը և զանգահարեցին Վահանին։ Նա ժամանեց գրասենյակ, ուր հետո եկավ նաև Կարինեն։ Նա մենակ էր, առանց այն տղամարդու, ում հետ տեսել էր դետեկտիվը։ Վահանը չսկսեց հետաքրքրվել, թե որտեղ է նրա ուղեկիցը, և պարզապես ստորագրեց բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանման մասին համաձայնագիրը։ Կարինեն, սակայն, առաջարկեց նրան թողնել վճռական խոսքը, քանի որ ինքը վատ էր տիրապետում առևտրին և նա խնդրեց միայն շահաբաժիններ ստանալ։ Վահանը համաձայնեց նրա առաջարկին, քանի որ դա իրեն ձեռնտու էր։ Նա մնում էր բիզնեսի փաստացի տերը, բայց կիսվում էր շահույթի մի մասով Կարինեի հետ։ Այդ կարգավիճակը նրան թույլ էր տալիս հանգիստ վարել բիզնեսը և չանհանգստանալ, որ ոչ հարազատ քույրը կարող էր ամեն ինչ տապալել։ Վահանը չէր կասկածում, որ դա հնարավոր էր։ Դրանից հետո նա կարծես քար ընկավ սրտից։ Վահանը ազնվորեն կիսվեց ժառանգության մի մասով Կարինեի հետ, և նրանք թաղեցին պատերազմի կացինը, որ կախված էր նրանց գլխավերևում, ինչպես Դամոկլիս սուրը։ Կարինեն երդվում էր, որ երբեք չի մտածել Վահանին սպանելու մասին։ Սկզբում նման մտքեր եղել էին, բայց հետո նա գիտակցել էր, որ դրա համար իրեն հաստատ գլուխը չեն շոյի։ Հավանաբար ինչ-որ պահի ազատությունից զրկվելու վախը գերակշռել էր։ Վահանը ներեց Կարինեին, բայց զգուշացրեց, որ նա ոչ մի խարդավանքով չզբաղվի։ Բացի այդ, նա Կարինեին փոխանցեց հորից մնացած գումարի մի մասը։ Նրանք միասին գնացին գերեզման, որտեղ հայրը թաղված էր մոր կողքին։ Կարինեն կանգնած էր տապանակարի մոտ և լացում էր, ինքն իրեն ինչ-որ բան շշնջալով, երևի փորձելով բացատրություն տալ հորը, որը նրանց լքել էր տարիներ առաջ։ Այդ բոլոր իրադարձությունների հանդարտվելուց հետո Վահանը շարունակեց հանդիպել Անիի հետ։ Նրանք լավ էին միասին, չնայած Անին երդվել էր այլևս տղամարդկանց հետ հարաբերություններ չունենալ, նրա հետ ամեն ինչ այլ էր։ Անին որբ էր, բայց ոչ այն պատճառով, որ մեծացել էր մանկատանը, պարզապես նրա բոլոր հարազատները մահացել էին և ոչ ոք չէր մնացել։ Ծնողները շատ վաղ էին հեռացել կյանքից, դեռ երիտասարդ։
Մտերիմների կորուստը խոր հետք էր թողել Անեի վրա, եւ նա ավելի ու ավելի հաճախ էր խուսափում նոր ծանոթություններից, սակայն Վահանի հետ նա չէր վախենում ժամանակ անցկացնել։ Նրանք հանգստյան օրերին գնում էին Երևանից դուրս, հանգստանում էին բնության գրկում։ Վահանը պատմում էր Անեին, թե ինչպես էր երազում ընտանիք կազմելու մասին, բայց ոչինչ չէր ստացվել։ Իրականում նա իր մտքերը փոխանցում էր Անեի հետ հարաբերություններին։ Կողքից թվում էր, կարծես նրանք երբեք չեն կորցրել միմյանց, եւ այդ ժամանակային ընդմիջումը եղել էր միայն նրանց զգացմունքների ամրությունը ստուգելու փորձություն։ Միևնույն ժամանակ Վահանին հանգիստ չէր թողնում մի հարց. ով էր իր իսկական հայրը։ Եթե Հովհաննես Գրիգորյանը մոր հետ սկսել էր ապրել, երբ Վահանն արդեն ծնվել էր, ինչու մայրը նրան ոչինչ չէր պատմել։ Իհարկե նրանցից ոչ ոք այլևս չէր կարող պատասխանել։ Վահանը միայն ենթադրում էր, որ իր կենսաբանական հայրը, հավանաբար, ինչ-որ կերպ մեղանչել էր մոր առաջ։ Դրա համար էլ մայրը բաժանվել էր նրանից, ջնջելով այդ մարդուն իր կյանքից։ Այս մտորումները նրան հանգեցրին այն մտքին, որ մայրը, ամենայն հավանականությամբ, ստիպված էր այդպես վարվել։ Վահանը իրավունք չուներ դատապարտելու նրան, քանի որ մայրը նրան կյանք էր պարգևել։ Իսկ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքում հայտնվելով, անհետացան նաև ֆինանսական խնդիրները։ Պետք էր պարզապես ընդունել, որ մայրը ճիշտ ընտրություն էր կատարել։ Այս ամենի արդյունքում Վահանին շրջանցել էին սովը, ցուրտն ու աղքատությունը։ Որ մասին հարցը Վահանը որոշեց ժամանակավորապես մի կողմ դնել, իսկ Անեի հետ հարաբերությունները ավելի ու ավելի շատ ուշադրություն էին պահանջում։ Մանկության սերը գրավում էր իր ռոմանտիկությամբ եւ հեռանկարներով։ Թվում էր, թե վերջնական հանգուցալուծումը մոտ էր եւ կարելի էր մտածել ամուսնության մասին։ Ավելին, Անին մի անգամ ակնարկել էր, որ կցանկանար իր ճակատագիրը կապել ուժեղ եւ կամային տղամարդու հետ։ Ինչ որ մի օր Վահանն ու Անին գնացել էին քաղաքից դուսր, որտեղ կար մի փոքրիկ լճակ, բադիկներով։ Հանկարծ նրանք լճակի ափին նկատեցին կտավե պարկ, որն ամբողջովին շարժվում էր, կարծես կենդանի լիներ։ Վահանը զգուշորեն իջավ խոտով ծածկված լանջով, պարզելու թե ինչ է դա, որքան զարմացավ նա, երբ պարկի մեջ հայտնաբերեց փոքրիկ ձագուկ։ Վահանը չէր կարող հանգիստ նայել դրան, իսկ մոտեցած Անին գրեթե լաց եղավ։ Ձագուկը սիրուն նայում էր նրանց իր սև ու լունքի նման աչքերով եւ միայն այդ հայացքից կարելի էր հուզվել։ Վահանն ու Անին որոշեցին վերցնել ձագուկին։ Նա մեղավոր չէր, որ նախկին տերերը նրա հետ այդպես էին վարվել։ Իհարկե նրանք վատ մարդիկ էին, գուցե նույնիսկ դաժան, ով կմտածեր կենդանում պարկով լճակը նետելու մասին։ Հավանաբար նրանք հույս ունեին, որ ձագը կխեղդվի։ Նույն օրը նրանք ձագուկին տարան տուն։ Մինչ Անին լողացնում էր նրան լոգարանում, Վահանը պատրաստեց կերակուր։ Փոքրիկ, բրդոտ գնդիկը հաճույքով սկսեց ուտել ամանի մեջ դրվածը։ Նայելով այդ արարածին, Վահանը ժպտալով ասաց. իսկ եթե նրան Ջեքի անվանենք։ Ինձ դուր է գալիս, համաձայն եմ, պատասխանեց Անին։ Չես պատկերացնի, թե որքան դժվար էր նայել, երբ նա պարկի մեջ խառնվում էր, ասաց Վահանը։ Այդպես միայն անխիղճ մարդիկ են վարվում։ Զատո հիմա նա ապահով է, եւ ոչինչ նրան չի սպառնում։ Այո, դա հիմա նրա համար ամենակարևորն է։ Իդեպ, ինչպես է քո ոչ հարազատ քույրը։ Հանկարծ հարցրեց Անին։ Չգիտեմ։ Ուսերը թոթվեց Վահանը։ Կարծես շարունակում է ապրել այդ խաբեբայի հետ, բայց կարևորն այն է, որ նա բիզնեսին չի խառնվում, բավարարվում է շահաբաժիններով եւ լռում է։ Կարծում ես, նա նոր խորամանկ ծրագիր չի հորինի։ Ոչ, Կարինեն ստացավ այն, ինչ ուզում էր։ Գլուխը շարժելով պատասխանեց Վահանը։ Հաստատ եմ ասում, որ դրա մասին պետք չի անհանգստանալ։ Ավելի լավ է մտածենք մեր ծրագրերի մասին։ Ես տեսնում եմ միայն ընտանիք։ Ժպտալով պատասխանեց Անին, խոսելով ապագայի մասին։ Անկեղծ ասած, ես էլ եմ այդպես տեսնում։ Աջակցեց նրան Վահանը։ Ուրեմն այդ ուղղությամբ էր կշարժվենք։ Վահանն ու Անին ամբողջ օրը զբաղվեցին ձագուկին կարգի բերելով։ Ամեն դեպքում նրան տարան անասնաբույժի մոտ։ Բժիշկը զննեց կենդանուն, պատվաստումներ արեց եւ ասաց, որ ձագը նորմալ վիճակում է։ Բացի այդ, նա խորհուրդներ տվեց, թե ինչպես ավելի լավ խնամել նրան, որպեսզի արագ վերականգնի քաշը։ Ձագուկը բավական նիհար էր,
եւ կարծես նախքին տերերը, նախքան նրան դուրս նետելը, նաեւ սովամահ էին արել։ Ընդհանուր առմամբ, նոր ընկերը լավ ընտելացավ Վահանի եւ Անիի մոտ, դառնալով նրանց համար կարծես երեխա։ Ջեքին լիովին ապաքինվեց ապրած ցնցումից միայն մեկ շաբաթ անց։ Նա այլևս չէր հնչում ինչպես առաջին օրերին եւ չէր վազվզում բնակարանում։ Կենթանին հանգիստ պարկում էր Վահանի գնած զամբյուղում եւ իր ամբողջ տեսքով ակնարկում էր, որ ցանկանում է, որ իր փորիկը շոյեն։ Անին չէր հրաժարվում Ջեքիին այդ ուրախությունը պարգևել։ Մեկ շաբաթ էլ անցավ։ Վահանը մի քանի հանդիպում ունեցավ ներդրողների հետ, որոնք հաջող էին եւ կնքվեցին շահավետ պայմանագրեր։ Կարինեն իր ուղեկցի հետ մեկնեց ծովափ, լավ հանգստանալու, իսկ Անին ստացավ կլինիկայի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ փոխվեցին որոշ կանոններ, հատկապես սոցիալապես անապահով քաղաքացիներին բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Անին թույլ տվեց ընդունել նույնիսկ անտուն մարդկանց։ Նա դրանում տեսնում էր իր մասնակցությունը նրանց կյանքին, քանի որ ոչ ոք ապահովագրված չէր ճակատագրի նման շրջադարձերից։ Վահանը հավանություն տվեց նրա գաղափարին եւ այդ նպատակով գումար հատկացրեց։ Նա դարձավ կլինիկայի բարերար, պարբերաբար գնելով դեղուրայք եւ նույնիսկ սարքավորումներ։ Արմեն Հովանիսյանը բարձր գնահատեց կնքահոր ջանքերը։ Կամաց-կամաց Վահանի եւ Անիի կյանքը ձեռք էր բերում նոր իմաստներ, մոտեցնելով նրանց կյանքի գլխավոր որոշմանը։ Մոտ օրերս Վահանը պատրաստվում էր ամուսնության առաջարկություն անել։ Նա նախորոք գնել էր մատանիներ եւ որպես վայր ընտրել էր Երևանի մերձակայքում գտնվող իրենց ամառանոցը, սակայն այդ ծրագրերը ստիպված եղավ հետաձգել, քանի որ մի օր Անին տուն վերադարձավ խռովված։ Վահանը սևան գցեց, ապա հետաքրքրվեց։ Ինչ է պատահել, աշխատանքում խնդիրներ ունես։ Ինչ է պատահել, աշխատանքում խնդիրներ ունես։ Ինչպես ասեմ, ես անզոր եւ անսպասելի իրավիճակի առաջ։ Անվստահ պատասխանեց Անին։ Ինչ ես ասում, լավ չեմ հասկանում։ Հոնքերը կիտելով ասաց Վահանը։ Մեզ մի տղամարդ բերեցին ուղիղ փողոցից, սկսեց պատմել Անին։ Ես չէի ասել, որ թույլ եմ տվել նման մարդկանց բուժել։ Այո, հիշում եմ։ Գլխով արեց Վահանը։ Այդպես ահա, գլխավոր բժիշկը քիչ էր մնում դուրս նետեր այդ անտունին, շարունակեց Անին։ Ես ստիպված էի երկար վիճել նրա հետ այդ հարցի շուրջ։ Եվ դու պաշտպանեցիր քո դիրքորոշումը, հետաքրքրվեց Վահանը։ Այո, բայց մեծ դժվարությամբ գլխով արեց Անին։ Բայց ամենատխուրը այն է, որ այդ տղամարդուն անհապաղ արյան փոխներարկում է պետք։ Իսկ ինչ է պատահել նրան, հարցրեց Վահանը։ Անին պատմեց, որ տղամարդուն բերել էին կեսօրին, նրան գտել էին անգիտակից վիճակում։ Քանի որ Անին ինքն էր թույլատրել բուժել անտուն մարդկանց, ստիպված էր ընդունել այդ հիվանդին, նրա մոտ փաստաթղթեր չկային, սակայն Անին ուշադրություն դարձրեց նրա հին դաջվածքներին, կարծես դրանք արված էին դեռ երիտասարդ տարիքում։ Բայց ամենասարսափելին այն էր, որ թափառաշրջիկը վիրավորվել էր, նրան դանակով խփել էին կողքից։ Անիի ղեկավարությամբ նրան վիրահատություն էին արել, կարել էին վերքը, որքան հնարավոր էր եւ կայունացրել էին նրա վիճակը, սակայն անհրաժեշտ էր արյան փոխներարկում, բայց պարզվեց, որ նա ուներ հազվագյուտ արյան խումբ եւ դոնորների բազայում այն չհաջողվեց գտնել։ Լսելով դա, Վահանը բացականչեց. Այդպիսի արյան խումբ ես էլ ունեմ։ Դու լուրջ ես։ Զարմացած հարցրեց Անին։ Նա չէր կարող իմանալ, թե Վահանն իրականում ինչ արյան խումբ ունի, քանի որ կլինիկայում նրա անգիտակից ժամանակ նա վերլուծություններ չէր հանձնել։ Լիովին լուրջ եմ, ես գիտեմ իմ ցուցանիշները։ Վստահ գլխով արեց Վահանը։ Անգիստ պատասխանեց Վահանը։ Այո, բացարձակապես։ Հանգիստ պատասխանեց Վահանը։ Լավ, ընթացակարգը պետք է հնարավորինս շտապ անցկացնել, եթե վերջնականապես որոշել ես, վաղը առավոտ կգնանք կլինիկա։ Հաջորդ օրը նրանք միասին ժամանեցին կլինիկա։ Վահանը մի փոքր հուզված էր, բայց միայն այն պատճառով, որ առաջին անգամ էր անցնում այդ ընթացակարգը։ Իսկ այլ կասկածներ նա չուներ, օգնել, թե ոչ։
Միևնույն ժամանակ մինչև փոխներարկումը սկսելը նա նայեց այն սենյակը, որտեղ պառկած էր թափառաշրջիկը։ Տղամարդը վատ տեսք ուներ, գունատ դեմք, ձեռքերը ծածկված էին կեղևներով։ Հավանաբար թափառաշրջիկ կյանք վարելիս նա վարակ էր ընկել, կամ էլ օրգանիզմը այդպես էր արձագանքել վնասակար ապրելակերպին։ Վահանը ավարտեց թափառաշրջիկին զննելը եւ տեղափոխվեց ընթացակարգային սենյակ։ Շուտով այնտեղ բերեցին այդ տղամարդուն։ Փոխներարկման ողջ ընթացքում նա գրեթե կողքին էր։ Վահանը տեսնում էր, թե ինչպես է իր արյունը հոսում դեպի թափառաշրջիկը։ Անին ասաց, որ նրա վրա եղած հագուստները շատ հին էին եւ հազիվ էին պաշտպանում ցրտից։ Անկասկած, այդ մարդը գտնվում էր հասարակության ամենացածր խավում, բայց թե ինչպես էր նա այնտեղ հայտնվել, դեռևս առեղծված էր։ Ընթացակարգը հաջողությամբ ավարտվեց, եւ մի քանի ժամ անց Վահանը վերադարձավ տուն։ Անին մնաց կլինիկայում փաստաթղթեր լրացնելու, բայց որոշ ժամանակ անց նույնպես եկավ տուն եւ շեմից անմիջապես հարց տվեց։ Քեզ տարօրինակ չի թվում, որ ձեր արյունը նույնն է, հարցրեց Անին։ Ոչ, չի թվում։ Բնության մեջ նման բաներ լինում են։ Գլուխը ժպտական շարժելով պատասխանեց Վահանը։ Գուցե, բայց ինչ որ կերպ տարօրինակ է թվում, շարունակեց Անին։ Դե, ոչ մի տարօրինակ բան։ Անգստացրեց նրան Վահանը։ Մտածիր, արյան խումբը նույնն է, եւ վերջ։ Միևնույն ժամանակ, Անին դեռ կասկածներ ուներ, որ դա պարզապես պատահականություն է։ Նա չէր հավատում նման զուգադիպություններին եւ որոշեց ստուգել ամեն ինչ, անցկացնելով դա ՆԹ փորձաքննություն։ Հաջորդ օրը թափառաշրջիկի եւ Վահանի կենսաբանական նմուշները տեղափոխվեցին լաբորատորիա։ Անին այնտեղ ընդունելի վերաբերմունքի արժանացավ եւ նրան խոստացան 1 շաբաթվա ընթացքում պատրաստել արդյունքները։ Այդ ամբողջ ընթացքում նա սպասում էր տեղեկություններին, լի անհանգստությամբ։ Նրա ներքին զգացողությունը հանգիստ չէր տալիս։ 1 շաբաթ անց լաբորատորիայի ղեկավարը անձամբ զանգահարեց եւ ցնցող լուր հայտնեց։ Վահանը եւ այդ թափառաշրջիկը ուղիղ գծով ազգակիցներ էին։ Անին գրեթե նոպա ունեցավ։ Բարեբախտաբար կողքին էր Արմեն Հովանիսյանը, ով օգնեց նրան ուշքի գալ։ Նայելով նրա անհանգիստ դեմքին, նա զգուշորեն հարցրեց. Միթե ես կարող եմ ուրախանալ կնքահոր եւ նրա ապագա երեխայի համար։ Ինչի մասին եք խոսում։ Զարմացած հարցրեց Անին։ Դե մտածեցի, որ հղի ես, եւ սա ինչ որ հորմոնալ խանգարում է։ Ժպտալով ասաց տնօրենը։ Ոչ, ես դեռ հղի չեմ։ Գլուխը շարժելով պատասխանեց Անին։ Ապա ինչ էր դա։ Չհանգստացավ Արմեն Հովանիսյանը։ Դուք միևնույն եք իմանաք, այնպես որ ավելի լավ է ես ասեմ։ Ասաց Անին։ Նա պատմեց թափառաշրջիկի իրենց բաժանմունք ընդունվելու մասին։ Պատմությունն ավարտելով նա ուշադիր նայեց տնօրենին եւ հարցրեց. Եվ հիմա ինչ անեմ։ Պետք է ասել Վահանին։ Ուսերը թոթվելով պատասխանեց Արմեն Հովանիսյանը։ Նա պետք է իմանա ճշմարտությունը, ինչ էլ որ լինի։ Դուք ճիշտ եք, ես այդպես էլ կանեմ։ Գլխով արեց Անին եւ շտապեց տուն։ Լսելով այդ նորությունը, Վահանը խառնվեց։ Նա բացարձակապես չէր սպասում, որ այդ թափառաշրջիկը կարող էր լինել իր ուղիղ ազգակիցը, ավելի ճիշտ, իր հայրը։ Նա այդպես չէր պատկերացրել նրանց հանդիպումը, առավել եւս ոչ այն մարդու հետ, ով ընկել էր կյանքի ամենացածր կետը։ Մյուս կողմից հնարավոր չէր վստահել, որ դա տեղի էր ունեցել նրա մեղքով։ Հենց այդ պատճառով, ամեն ինչ վերջնականապես պարզելու համար, Վահանը Անիի հետ միասին գնաց կլինիկա։ Այդ ժամանակ տղամարդը, Վազգենը, արդեն կարողանում էր ինքնուրույն տեղաշարժվել սենյակում եւ խոսել բուժանձնակազմի հետ։ Վահանը զգուշորեն բացեց սենյակի դուռը եւ ողջունեց թափառաշրջիկին։ Բարի օր, իմ անունը Վահան է, ասաց նա, ձեռքը մեկնելով։ Բարև ձեզ, ես Վազգենն եմ, զգուշորեն պատասխանեց նա, սեղմելով Վահանի ձեռքը։ Գործն այն է, որ ես դոնոր եղա եւ օգնեցի ձեզ արյան փոխներարկմամբ, ասաց Վահանը։ Այո, շնորհակալություն։ Բուժքույրը արդեն ամեն ինչ պատմել է։ Գլխով արեց Վազգենը եւ կրկին ձեռքը մեկնեց երախտագիտություն հայտնելու համար։ Ես ամբողջ կյանքում ձեզ պարտական կլինեմ, ձեզ համար եկեղեցու մոմ կդնեմ։
Հաճելի է լսել, արձագանքեց Վահանը։ Բայց ես կցանկանայի իմանալ, թե դուք ինչպես բաժանվեցիք Հևինեից։ Լսելով Հևինեի անունն ու ազգանունը, Վազգենը նույնիսկ ցնցվեց։ Սիրտը բռնելով նա նստեց անկողնուն եւ հանդարտ շշնջաց։ Դա այնքան վաղուց էր։ Եվ այնուամենայնիվ ինձ հետաքրքիր է, պնդեց Վահանը։ Իսկ ձեզ դա ինչի համար է պետք։ Զգուշորեն հարցրեց Վազգենը։ Ես նրա որդին եմ։ Հանգիստ պատասխանեց Վահանը։ Հնարավոր չէ, հնարավոր չէ։ Լացելով ասաց Վազգենը։ Ես եմ ամեն ինչում մեղավոր։ Հանգստացեք, ամեն ինչ կարգին է, ոչ ոք ձեզ չի մեղադրում։ Ձեռքը նրա ուսին դնելով, Վահանը նստեցրեց Վազգենին անկողնու վրա։ Վազգենը սկսեց պատմել իր անցյալի մասին, գունև եւ բոլոր մանրամասներով։ Պարզվեց, որ նա եւ Հևինեն ջերմ հարաբերություններ էին ունեցել, նրանք նույնիսկ պատրաստվում էին ամուսնանալ, բայց շուտով բաժանվեցին հիմարության պատճառով։ Վազգենը խանդել էր Հևինեին իր մանկության ընկերոջ հանդեպ։ Նրանք լուրջ վիճել էին այդ առիթով, թեև խանդի իրական պատճառ չկար, սակայն Հևինեն ասել էր, որ այլևս չի ցանկանում տեսնել նրան։ Բաժանումից հետո Վազգենը խուլիգանության համար հայտնվել էր բանտում։ Նա ծեծել էր հարուստ մեկի որդուն, բայց դա անտևի չէր։ Այդ երիտասարդը անհանգստացրել էր մի աղջկա եւ փորձեր ստիպել նրան մտերմանալ։ Վազգենը պաշտպանել էր նրան, բայց չէր կարողացել զսպել ուժը։ Արդյունքում հարուստը վճարել էր, ում պետք էր, եւ Վազգենին երկար ժամանակով ուղարկել էին բանտ։ Ընդհանուր առմամբ Հևինեի նախկին փեսացուն ճիշտ ճանապարհով չէր գնացել, եւ Հևինեն որոշել էր նրան ամբողջությամբ ջնջել իր հիշողությունից։ Շուտով ծնվեց որդին, ում նա անվանեց Վահան։ Կյանքի դժվարությունները սկսվեցին եւ օգնող գրեթե չկար։ Հևինեն պտտվում էր ինչպես կարողանում էր։ Եվ միայն 1 տարի անց հայտնվեց Հովանեսը, ով չնայելով, որ Հևինեն արդեն երեխա ուներ, խելագարի պես սիրահարվեց նրան եւ առաջարկեց միասին ապրել։ Նա դարձավ Վահանի խորթ հայրը եւ կարելի է ասել, ընդունեց նրան որպես սեփական որդի։ Թեև նա Վահանին իր ազգանունը չտվեց, եւ տղան մնաց մոր ազգանունով, բայց Հևինեն ուրախ էր, քանի որ կյանքի դժվարությունները վերջացան։ Այդ ժամանակ նա այլևս չէր մտածում Վազգենի մասին եւ խնամքով թաքցնում էր Հովանեսից, որ Վահանի իսկական հայրը բանտարկյալ էր։ Դա միակ գաղտնիքն էր, որ նա երբեք չբացահայտեց նույնիսկ ամուսնու առաջ։ Ազատվելուց հետո Վազգենը խելքի եկավ եւ աշխատանքի անցավ, սակայն ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից եւ նոր էջից։ Այդ ժամանակ Վազգենի ծնողներն արդեն մահացել էին, իսկ հարազատները բոլորովին մերժել էին նրան։ Նախկին փեսացուն ստիպված էր իր կյանքը աղյուս առ աղյուս վերակառուցել։ Նա նույնիսկ չէր մտածում այցելել իր նախկին սիրուն։ Նրանց բաժանումը չափազանց ծանր էր։ Բացի այդ, Վազգենը չէր ցանկանում խառնվել Հևինեի նոր ընտանիքին։ Հետո նա իմացավ, որ Հևինեն զոհվել է վթարի հետևանքով եւ վերջնականապես խաչ քաշեց այդ ամենի վրա։ Ավելին, Վազգենը ոչինչ չգիտեր որդու մասին։ Երբ նա հայտնվել էր բանտում, Հևինեն նույնիսկ հղիության նշաններ չուներ։ Նա դրա մասին իմացել էր միայն 2 շաբաթ անց, բայց որոշել էր չտեղեկացնել Վազգենին, ամբողջությամբ հրաժարվելով անբարենպաստ հայրիկից։ Նա չէր ցանկացել, որ իր որդին ապրի այն մտքով, թե իր կենսաբանական հորը բանտարկյալ է, եւ դրա համար Հևինեին չէր կարելի մեղադրել։ Նա գործել էր հանգամանքներին համապատասխան։ Վահանը բազմիցս մտածել էր այդ թեմայի շուրջ, եւ նրան պակասում էին հենց այդ ուղակները, որպեսզի ամբողջ պատկերը լրիվ կազմավեր։ Այժմ նա գիտեր, թե իրականում ինչ էր տեղի ունեցել մոր եւ կենսաբանական հոր միջև։ Ինչ վերաբերում է Վազգենի վնասվածքին, նա պատմեց, որ մի խումբ խուլիգաններ հարձակվել էին իր վրա մի նրբանցքում, դանակով հարվածել էին եւ խլել էին իր վաստակած ամբողջ գումարը։ Վահանը վեր կացավ անկողնուց եւ քայլեց սենյակում։ Անին կանգնած էր պատուհանի մոտ եւ չէր խառնվում խոսակցությանը։ Մի քանի րոպե Վահանը նայում էր մի կետի, ապա ասաց. Ինչ եղել է անցել է։ Ես կարծում եմ, որ պետք է մոռանալ անցյալը եւ ապրել ներկայով։ Հաստատ ես որդիս։ Զգուշորեն հարցրեց Վազգենը։ Այո, բացարձակապես։ Գլխով արեց Վահանը։ Այլևս զայրանալու պատճառ չկա։ Ավելին,
ամբողջ ճշմարտությունը բացահայտվեց։ Դուք երկուսը ստեր սխալներ եք գործել եւ դրա համար վճարել եք։ Գիտեմ, որ սա ցինիկ է հնչում, բայց այդպես է։ Դժվար է միայն, որ մայրս ժամանակին չի խոստովանել։ Նա ուզում էր լավագույնը։ Ուսերը թոթվելով ասաց Վազգենը։ Վահանը ամուր գրկեց հորը եւ ասաց. Ես այսքան ժամանակ սպասել եմ սրան։ Ներիր որդիս, որ ոչինչ չեմ արել, արձագանքեց Վազգենը։ Դու մեղավոր չես, քանի որ չգիտեիր իմ ծննդի մասին, իսկ ամենակարևորը, դու ողջ ես։ Կլինիկայից դուրս գրվելուց հետո Վահանը հայրիկին տարավ իր մոտ եւ տեղավորեց ամառանոցում։ Նույնիսկ Ջեքիին տեղափոխեց այնտեղ, որպեսզի Վազգենը չձանձրանա։ Հայրը շուտով ընդհանուր լեզու գտավ որդու հետ եւ սկսեց կամաց օգնել։ Իհարկե առևտրի մեջ նա գիտելիքներ չուներ, բայց մատակարարի դերում հիանալի էր։ Վահանի կյանքում հայտնվեց հզոր աջակցություն իր կենսաբանական հոր Վազգենի անձով։ Միևնույն ժամանակ նա չէր մոռանում նաև խորթ հորը Հովհաննեսին, ով շատ բաներ արել, որպեսզի Վահանը ապրեր լիովին ապահովված։ Նրանք բոլորը միասին այցելեցին գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցելու Հևինեի եւ Հովհաննեսի հիշատակին։ Վազգենը լուր նայում էր տապանակարին եւ հանդարտ լացում էր։ Գրանիտե հուշարձանից նրան էր նայում կարծես կենթանի Հևինեն, ժպտալով, ասես ոչինչ չէր պատահել։ Վահանը հատուկ էր ընտրել այդ լուսանկարը, որպեսզի մայրը մռայլ տեսք չունենար։ Կյանքը նոր գույներով էր խաղում, եւ շուտով Վահանը վերջապես առաջարկություն արեց Անիին։ Մատանիները, որ նա ժամանակին գնել էր, վերջապես իրենց պահն էին սպասել։ Ամեն ինչ տեղի ունեցավ ամառանոցում, ինչպես նա պլանավորել էր։ Վազգենը սրտանց շնորհավորեց երիտասարդներին եւ մաղթեց նրանց ամենայն բարիք։ Բացի այդ, նա ակնարկեց, որ կցանկանար ապրել այնքան, որ տեսներ նաև թոռներին։ Դա ինձ համար իսկական երջանկություն կլիներ, ասաց Վազգենը, գրկելով Վահանին եւ Անիին։ Մենք դրա մասին դեռ չենք մտածել։ Մի փոքր խառնվելով պատասխանեց Վահանը։ Բայց ամեն ինչ կարող է լինել, ինչ կասես սիրելիս։ Կապրենք, կտեսնենք սիրելի։ Ժպտալով պատասխանեց Անին։ Մեկ ամիս անց նրանց ամուսնացրին։ Հարսանիքը նույնպես անցկացվեց ամառանոցում։ Հրավիրված էին բոլոր ծանոթները եւ ընտանիքի մտերիմները։ Հյուրերը այնքան շատ էին, որ ստիպված եղան սեղաններ դնել նաև տաղավարում, բայց դա միայն ավելի մեծ շուք հաղորդեց հարսանեկան տոնակատարությանը։ Վահանն ու Անին ուշադրության կենտրոնում էին եւ ամբողջ օրը ընդունում էին ջերմ շնորհավորանքներ ու նվերներ, որոնց վրա հյուրերը չէին խնայել։ Եվ մի քանի ամիս անց Անին ընտանիքին ուրախացրեց հղիության մասին լուրով։ Տղամարդիկ Վահանն ու Վազգենը խելագարի պես ուրախ էին։